Բարերեգո սերարիցներ այսօր ինձ է Տիվանակետ միջազգանագետ պարոն Էդգար Ղազարյանը անցը որ ես կգոչեմ one man army ինչու որտեղ բարոն Ղազարյանը այն չհագիրն է անխոնջ նվիրված որ ընդդիմության մեջը գրնամսել դերևս ամենն աշխուժ կամ վստահ ամեն աշխուժ ընդդիմատիր դարերն է բարերեգո բարոն Ղազարյան ինչպես եք Բարը, շնորհակալություն, Փառք Աստծո։ Պարոն Ղազարյան մեծ փիլիսոփա բեկ չէ լալու որ մեր մեզի կսպասեն ստերեոտին շատ դժվար օրեր վարչապետ Փաշինյան միտուղի Թուրքիա եւ անգեյտ կետ կվերադառնա դժբախտաբար շատ ցավոք ամենադեմ որ մեր վարչապետը դուրս եկա եւ թույլ Թուրքիա կվերադառնա մեր գլխում փորձանք կա ինչպես կսեն Թուրքիայի շատ ճիշտ բառունին կսեն Ալլահ ярдәм ունի այսինքն Աստված մեզ օգնական վարչապետ Փաշինյան հիմա գերտա Թուրքիա ինչու այս տայմինգը ինչ կարող է սարքվել մեր գլխուն ինչ փորձաններ գտնաբերել վաղետներ այս ինձ համար խիստ մտահոգիչ այցելություն է խնդրեմ հրամեցեք Ձեր մտահոգությունները կարծում եմ տեղին են։ Ես մի քանի փաստերի վրա կուզեմ ձեր ուշադրությունը հրավիրել, նաև մեր հեռուստադիտողների։ Առաջին, որ այս հարցը մեր հայ հանրությունից փորձում էր գաղտնի պահվել։ Այսինքն երկար ժամանակ մեզ չէին ասում, որ նման այց է նախատեսում առհասարակ, եւ երբ որ լրագրողները բացահայտեցին, որ նման այց է նախապատրաստվում, հարցում արեցին վարչապետի աշխատակազմ եւ մամուլի խոսնակը Նազելի Բաղդասարյանը չհերքեց, որ այցա լինելու, չհաստատեց, ասաց մենք լրացուցիչ ձեզ տեղեկություններ կտանք այդ այցի մասին։ Հետո Արմեն Գրիգորյանը անվտանգության խորհրդի քարտուղար խոստովանեց, որ նման այցա նախապատրաստվում, ավելի ուշ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, որը քաղաքական պաշտոնյա է, այսինքն դիվանագետ չի իր ծառայության բերումով, եւ Արարատ Միրզոյանի օգնականն է եղել երկար ժամանակ եւ հետո նշանակվել է փոխարտգործնախարար, որը պատասխանատու է նաեւ սահմանակից երկրների հարցերով, հիմա գտնվում է Թուրքիայում եւ արդեն մի քանի օր է գտնվում է Թուրքիայում եւ ակնհայտ է, որ նա գնացել է այդ այցը նախապատրաստելուն։ Ինչի է վտանգավոր այս այցը, այսօր ես տեղեկություն ստացա, որ Էրդողանի հրավերով վաղը Թուրքիա մեկնելու նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Այսինքն մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի այցի Ալիևն է գնալու Անկարա եւ վստահ եմ որ նա մնալու է կսպասի որպեսզի Փաշինյանը գա մեծ հավանականությամբ Էրդողանը նախատեսում է երրակողմ հանդիպում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ սա նախադեպ է նման ձևաչափով հանդիպում միջազգային հարաբերություններում երբեք չի եղել այսինքն Թուրքիան ստանձնում է ղեկավար դեր եւ իր մոտ է հրավիրում իր երկու զավակներին Էրդողանը, Ալիևին եւ Փաշինյանին, նրանց միջև հարաբերություններ կարգավորելու եւ ոչ թե կարգավորելու Էրդողանի դիրքը այնպեսին է, որ նրանց հանձնարարություններ տալու եւ թուրքական շահերով հետագա զարգացումները ապահովելու համար։ Սա չափազանց վտանգավոր է դարձնում, այսինքն այցը նախ Հայաստանի պաշտոնյայի այց երկկողմ ձևաչափով հենց Թուրքիա արդեն իսկ մտահոգիչ է, որովհետև նման բան մենք չենք ունեցել երբեք, ամենայն դեպս երկկողմ ձևաչափով նմանատիպ գոնե վերջին տասնամյակներում, վերջին շրջանում, առավել ևս հետպատերազմյան շրջանում, եւ ես ուզում եմ հիշեցնել նաեւ թե ինչ այցելություններ են եղել, ինչ հանդիպումներ են եղել Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի միջեւ առհասարակ։ Սա չափազանց կարեւոր է։ 18 թվականից հետո ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նա շարունակելով մինչ այդ Հայաստանի քաղաքականությունը Թուրքիային Հայաստանի որպես ճշնամի էր համարում, ճշնամական պետություն էր համարում, իր բոլոր հայտարարությունները այդ մասին էին։ Նույնիսկ 20 թվականի պատերազմից առաջ հուլիսին նա ստորագրել է Հայաստանի անվտանգության ռազմավարությունը որպես պաշտոնական փաստաթուղթ, որպես Թուրքիան հիշատակում է որպես Հայաստանի համար անվտանգության սպառնալիքներ ներկայացնող երկիր։ 20 թվականի 44-օրյա պատերազմում Նիկոլ Փաշինյանը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով եւ ուղերձներով, որով գրեթե բառացի ասում է հետեւյալը, որ սա միայն մեր պատերազմը չէ Ադրբեջանի դեմ, սա մեր պատերազմն է նաեւ Թուրքիայի դեմ, Թուրքիան այս պատերազմով վերադարձել է տարածաշրջան, նպատակ ունենալով իրագործել իր 100 տարվա երազանքները, այն է բնաջնջել հայ ժողովրդին եւ վերացնել հայկական պետականությունը։ Սա Նիկոլ Փաշինյանի խոսքերն են եւ իր ուղերձում եւ հնդկական պարբերականներից մեկին տրված հարցազրույցում, այսինքն դեռևս այդ ժամանակ ինքը գիտակցում էր
Թուրքիայի իրական նպատակները, որ ասեմ ձեզ, սխալ չէր, իսկապես Թուրքիան հենց այդ մտադրություններով էլ ուներ։ Ու պատերազմից անմիջապես հետո 2020 թվականի դեկտեմբերի 9-ին Բաքվի ազատության հրապարակում տեղի է ունենում ռազմական շքերթ, ի նշանավորում են 44 օրյա պատերազմում Ադրբեջանի ունեցած հաջողության, որը ընդունում է ոչ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Դրանից հետո Թուրքիան շարունակում է իր մեծ ազդեցություն Ադրբեջանում, հետպատերազմյան շրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ այցելել Ադրբեջան, այդ թվում Արցախում օկուպացված տարածքներ, առաջին անգամ նա նաև այցելել է Շուշի 2021 թվականի հունիսին, որտեղ ստորագրվել է Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր, դա կոչվում է Շուշիի հռչակագիր։ Հիշեցնելու համար ասեմ, որ դա պարունակում է երկու բաղադրիչ, մեկը Հայաստանի տարածքի, մասնավորապես Սյունիքի Վայոց ձորի մարզերի, որ իրանք անվանում են Զանգեզուր, դրա համատեղ օգտագործումն է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, այսինքն այդ հռչակագիրը վերաբերում է այդ տարածքների համատեղ օգտագործմանը, եւ երկրորդ բաղադրիչը դա ռազմաքաղաքական համագործակցությունն է եւ ռազմական փոխօգնություն, այսինքն այդ հռչակագրով Եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ներգրաված են լինում որևէ ռազմական գործողության մեջ, ապա միմյանց փոխադարձ ռազմական աջակցություն են ցուցաբերում։ Եվ այդ հռչակագրից հետո տարեկան նվազագույնը 19 անգամ կազմակերպվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, եւ այդ զորավարժությունները առավելապես, եթե չասեմ բացառապես, դրանք Հայաստանի սահմաններին են եւ Թուրքիայի կողմից եւ Ադրբեջանի կողմից վերջին զորավարժությունները անցկացվել են Նախիջևանում, տանկային զորամիավորումների, օդուժի, հրետանու մասնակցությամբ եւ խաղարկվում է բնականաբար Հայաստանի վրա գրոհի սցենարները։ Հիմա գանք հանդիպումներին, այսինքն պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը փոխում է իր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ կտրուկ եւ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ճիշտ այն օրը, երբ ինքը Իլհամ Ալիևի հետ եւ Էմանուել Մակրոնի եւ Շարլ Միշելի հետ ստորագրեցին երկրորդ կապիտուլյացիոն հայտարարությունը Պրահայում, որով պաշտոնապես Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, այդ նույն օրը Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան եւ Ռեջեփ Թայիփ Էրդողան երկկողմ ձևաչափով հանդիպումը, եւ այդ հայտարարությունը ստորագրելուց առաջ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Եվ այդ հետաքրքիր է նաև հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ հանդիպմանը գնացող Էրդողանին թուրք լրագրողներից մեկը հարց տվեց, թե ինչպես եք պատրաստվում վարվել հայերի հետ։ Եվ Էրդողանը այտենց քայլելուց պատասխանեց շատ այտենց ցինիկ ժպիտով, որ ինչպես մինչև հիմա վարվել ենք, այնպես էլ այսուհետ կվարվենք։ Այսինքն, եթե ցեղասպանության են ենթարկեք, ցեղասպանենք, եթե բռնության են ենթարկեք, բռնության ենք, եթե շրջափակման մեջ ենք պայել, ուրեմն շրջափակ, այսինքն ինքը նշեց, որ Հայաստանի եւ հայերի նկատմամբ իր վերաբերմունքի փոփոխություն չկա։ Բնականաբար բարեկամության նպատակով բանակցությունների գնացող մարդը նման հայտարարություն չէր անի, գոնե բարեկամության որոշ նշաններ կփորձեր ցույց տալ այդ հանդիպումից առաջ։ Դրանից հետո 2023 թվականին Թուրքիայում եղավ ավերիչ երկրաշարժ եւ Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց Թուրքիային մարդասիրական օգնություն ցուցաբերել։ Դա այն ժամանակ էր, երբ որ Ադրբեջանը արդեն շրջափակման մեջ էր պահել Արցախը 22 թվականի դեկտեմբերից եւ 23 թվականի ապրիլի 23-ից Հակարի կամրջում տեղադրել էին պաշտոնապես հսկիչ անցակետ եւ Արցախը պաշտոնապես էր գտնվում շրջափակման մեջ։ Եվ այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը, որը չէր կարողանում մարդասիրական օգնություն հասցնել Արցախ, այդ սպայկա ընկերության բեռնատարներով, նույն ընկերության բեռնատարներով մարդասիրական օգնություն ուղարկեցին Թուրքիա, երկու հերթափոխով, եւ ի աջակցություն պարզավոր Թուրքիայի ընդհանուր օգնության ծավալների մեջ դա չնչի մի բան էր, դա կարևորը Հայաստանի վերաբերմունքն էր։ Եվ ոչ միայն մարդասիրական օգնություն ուղարկվեց, այլ նաև ուղարկվեց փրկարար ջոկատ երկրաշարժում որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ երկրաշարժը եղավ ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Սիրիայում, եւ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը շատ ավելի մեղմ էր բարեկամ մեզ համար Սիրիայի եւ այնտեղ ապրող մեր հայրենակիցների համար, քան Թուրքիայի։
եւ այդ Թուրքիային ցուցաբերած օգնության հետ միասին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այս կատարեց Թուրքիա աշխատանքային եւ ոչ միայն գնաց աղետի վայր, այլ նաեւ գնաց Անկարա եւ արտգործնախարարությունում հանդիպում ունեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Դրանից կարճ ժամանակ անց Արցախի շրջափակման օրերին 2023 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանը այցելեց Թուրքիա մասնակցելու այդ պատերազմում հայ ժողովրդին ցեղասպանած Ադրբեջանին աջակցություն ցուցաբերած եւ ռազմական շքերթ ընդունած Ռեջեփ Թայիփ Էրդողանի երթման արարողությանը, որի ժամանակ իրան ցուցաբերել էին շատ վատ վերաբերմունք նստացնելով երկրորդ շարք, անմիջապես Իլհամ Ալիևի նրա տիկնոջ հետևը, եւ նա այդ ձևով նաեւ մասնակցեց փաստորեն Հայաստանին կապիտուլյացիայի ենթարկած Ռեջեփ Թայիփ Էրդողանի երթման արարողության իր շնորհավորանքները հղելով Էրդողանին։ 2024 թվականի ընթացքում իր նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի մասնակցելու նպատակով ընդեղ այցի ժամանակ այցելեց Նյու Յորքում այսպես կոչված Թուրքիայի տուն հաստատությունը, որտեղ տեղակայված են նաև Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը եւ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացությունը, դեսպանությունը, այսինքն այցելեց թուրքական տարածք եւ այնտեղ հանդիպում ունեցավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի մյուս բոլոր հանդիպումները տեղի են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր կենտրոնակայանում, այսինքն ամենտեղ ինքը հանդիպումներ ունեցել է ՄԱԿ-ի շենքում, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպանը գնացել է Թուրքիա տուն հաստատությունում եւ դա այն օրն էր, մեր հեռուստադիտողները քիհիշեն, երբ որ նա Էրդողանից ստացավ նվերը Էրդողանի գրքի, որը վերաբերվում էր թե ինչպես պետք է կերտվի ապագան Թուրքիայի համար, եւ ինքը տենց ջերմ փարվել էր այդ գրքին ժպիտով, նկար շատ տպավորիչ տարածված է մարդիկ քիհիշեն, դա այդ օրն էր։ Շատ վիրավորական է, պարոն Ղազարյան, այդ բավարարիչ չէ, ընդհանրապես ամոր մեզի քզկտած է մեր։ Այո, տպավորիչ նկատ ունեմ, որ չի մոռացում, մեր հիշողությունից դուրս չի գալի հենց ձեր ասած իմաստով, որ վիրավորանքի եւ նսեմացման իմաստով։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ այդ օրը, ճիշտ այդ օրը, Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշման եզրափակիչ մասը, որը վերաբերում էր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կանոնակարգին, եւ այդ որոշման մեջ Սահմանադրական դատարանը մեկնաբանություններ էր տվել նաև անկախության հռչակագրին, այդ թվում նաև հայոց ցեղասպանության վերաբերող դրույթներին, որը բացարձակապես որևէ կապ չուներ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովի կանոնակարգին, բայց դատարանի տված մեկնաբանությունները բավականին մոտ էին մինչ այդ Թուրքիայի իշխանությունների քաղաքական դիրքորոշումներին, այսինքն նրանց ընկալումներին։ Եվ այդ որոշումը Սահմանադրական դատարանը, չնայած ամբողջական որոշումը հրապարակեց դրանից մի քանի օր հետո, ամսի 26-ին, իդեպ ամսի 26-ին էլ Նյու Յորքում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեհրում Բայրամովի հանդիպումը, իսկ այդ եզրափակիչ մասը, որ վերջ այդ որոշումը արդեն կայացվել է, մնում ամբողջը հրապարակվի, եղել է Փաշինյանի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման օրը։ Սա Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն են Էրդողանի հետ երկկողմ ձևաչափով։ Վերջին շատ ստորացուցիչ հանդիպում ոտքի վրա ոչ երկկողմ ձևաչափով եղավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Եվրոպական համայնքի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որտեղ Էրդողանը առհամարաբար sense ձեռքով իր մոտ կանչեց Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիևին, մի քանի բաներ ճշտեց, Նիկոլ Փաշինյանը գլխով համաձայնություններ տվեց, որից հետո ասենց ձեռքով ասաց, որ դու ասեց առհամարական, որ դու արդեն լավ կարող ես գնալ, ու դրանից հետո թևամսուկ եղավ Իլհամ Ալիևի հետ եւ սկսեց առանձին զրուցել Իլհամ Ալիևի հետ։ Այդ վերջին նսեմացուցիչ տեսարաններ դա էր։ Իսկ դրանից հետո մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ շնորհավորել է նրան Կուրբան Բայրամի առիթով եւ ընդ որում ասեմ, որ այդ հեռախոսազրույցի մասին Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում ոչ մի տեղեկություն չկա, այսինքն միայն Հայաստանի կառավարական հաշիվներից են տարածում այդ տեղեկությունները, որպես Նիկոլ Փաշինյանի համար շատ մեծ իրադարձություն, որ ինքը իր նախաձեռնությամբ զանգել է Էրդողանին
եւ շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։ Նույն օրը Նիկոլ Փաշինյանը նաև գրառում էր արել, որով շնորհավորել էր Ադրբեջանի Հանրապետությանը եւ Ադրբեջանի ժողովրդին Կուրբան Բայրամի առիթով մաղթանքներ հղելով, որ նրանք խաղաղ լինեն, բարեկեցիկ ապրեն եւ այլն։ Իդեպ ասեմ, Կուրբան Բայրամը դա համամուսուլմանական տոն է եւ անկախ դրանից թե իսլամի որ ուղղությանն են մարդիկ հարում, այդ տոնը ողջ իսլամական աշխարհին վերաբերող տոն է եւ Նիկոլ Փաշինյանը բացի Ադրբեջանից, Իրանի նախագահին էլ զանգել, Թուրքիայից, ուրիշ որևէ այլ մեծ բարեկամ երկրների ղեկավարներին չի զանգել, ուղերձներ չի հղել, չի շնորհավորել Արաբական աշխարհին, պարոն Ղազարյան, կոնե Եգիպտոսին, արաբական աշխարհին, ծոցի երկրներում։ Ես այդ եմ ասում, արաբական բոլոր երկրները մեծ բարեկամ երկրներ են, կամ ասենք Ղազախստանը, չէ, ՀԱՊԿ-ի անդամ, ԵԱՏՄ անդամ երկիր է, Ղազախստանի նախագահին էլ չի շնորհավորել, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարի հետ իբր բարեկամություն են անում, այսքան այցելություններ են կարար, Քաթարի էմիրին շնորհավորել, որևէ մեկին բացի Էրդողանից եւ Ադրբեջանից, այսինքն ընդգծելով իր պրոթուրքական այդ տրամադրությունները, իսկ ես վերջերս նաև ինքը մի շատ հետաքրքիր հայտարարություն արել, ասում է, որ Թուրքիայի հետ գրեթե ամենօրյա են շփումները տարբեր մակարդակի, այսինքն իսկ դրանց մասին մամուլում որևէ տեղեկություններ չկա, թե ենթադրենք Հայաստանի որ պաշտոնյան, թուրք որ պաշտոնյայի հետ է շփում, նշանակում է ինչ-որ գաղտնի պրոցեսներ են տեղի ունենում, եւ եթե նկատի ունենք, որ իր Էրդողանի հետ մի հանդիպման ժամանակ Արցախն է հանձնվել Ադրբեջանին, մի հանդիպման ժամանակ Սահմանադրական դատարանն է որոշում հրապարակել ցեղասպանությանը վերաբերող, արդեն պիտի ստեղ ես իմ ես երկար խոսքով հիմնավորեցի, թե դուք ինչու եք այդքան անհանգիստ, թե ինչ կարա տեղի ունենա հունիսի 20-ին, մանավանդ որ այսպես ասած համաձայնեցված է մի համաձայնագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որը մշակվել է միայն Ադրբեջանի պահանջներով, Ադրբեջանի կողմից 17 կետը, որը հայ հասարակությունից գաղտնի է պահում։ Ու չնայած այդ համաձայնեցման փաստին Ադրբեջանի նախագահը ասել է, որ ինքը չի պատրաստում դա ստորագրել, որովհետև ունի պայմաններ, որ Հայաստանը պիտի սահմանադրություն փոխի, որ Հայաստանում պիտի ադրբեջանցիներ բնակեցվեն, եւ այլ պահանջներ։ Եվ ես վստահ եմ, որ Ալիևը հիմա էլ հունիսի 20-ին էլ չի ստորագրելու այդ փաստաթուղթը, որովհետև ինքը իր պահանջներից ոչ մի դեպքում չի հրաժարվի, բայց անհանգստություն ունեմ, որ այլ փաստաթուղթ կստորագրվի նախապայմաններ ընդունելու, այսինքն Նիկոլ Փաշինյանը պարտավորություններ կստանձնի Թուրքիայի եւ Ադրբեջանի առջեւ առաջիկայում այլ թրքահաճո գործողություններ իրականացնելու համար եւ պատահական չեմ համարում, որ հենց այդ այցից առաջ է, որ ինքը հարձակվել է հայ եկեղեցու դեմ, որ ինքը հարձակվել է եկեղեցու հարցումի որտեղ բոլորը մեկ կտապեք, որ ես էներգան ողջունում եմ, բայց հարցում որովհետեւ կարողանանք հասնել։ Ուզում եմ 4 րոպեով ինձ պատասխանեք, որտեղ ունենք ներքին ճակատը, որ հասնելու ենք, որ շատ կարևոր է ցերտասները։ Իհարկե շնորհակալ եմ, որ գերմանրամասնեք կրնանք ժամերով ալ խոսիլ եւ ցեր բոլորը սազնենալ գտնամասել, բոլորն ալ օգտակար են եւ կարևոր, ոչ մեկը մագերեսային չէ եւ բոլորն ալ արժեքավոր են։ Իմ ամենամեծ մտահոգություններից մեկը որ հնարավոր է որ նաև այդ գելագոր եփի որ այնտեղ համաձայնի մեր վարչապետը մեր հերոս վարչապետը որ 300,000 ազերի պիտի վերադառնա Հայաստան եւ Սյունիքը պիտի հասնվի Սերուտին եթե ասված մերասի ադիգան է որ շատ մեծ հավանականություն է եւ ժողովուրդը չհասկանա ինչ կպատահի եթե 300,000 ազերի պիտի կա այդ կնշանակի որ եւ կսի որ նաև ուժը պիտի կա որ ինձ ապահովություն էր աշխատավոր այսինքն Թուրքիան Այսինքն Հայաստանը այլևս ոչ եւս իշխան քերիշխան, ոչ եւս իբր ապահով, ոչ եւս իբր pedagogiություն եւ ոչ եւս իբր Հայաստան հայկական պետություն։ Այսինքն մի տանը մի ուրիշ աստան, բայց ոչ Հայաստան։ Եթե 300,000 ազերեն աստեր պիտի կա եւ իրեն պիտի պաշտպանի թուրքական բանակը, Հայաստանը արդեն ոչ եւս է։ Այսինքն մերած ենք։ Այսինքն մենք կմեռնենք եւ ժողովուրդը կինո պարադոնի գերտա 4-5 վարյանով ինչքան հավանական ես կգարձեմ որ երբ որ բարոն Արմենսիմենյանը այդ խոսքի կխոսքի եւ մենք քաղաքացիական պայմանագրերին վարժված ենք որ եթե մի բան մեզի հողը պատրաստ է ուրեմն պիտի ասեմ Ալլահ ярдам ունե որտեւ ադիկ պիտի բադահի կնշանակի հրամեցեք ցավոք ճիշտ են ձեր կանխատեսումները Եվ Իրано-իսրայելական պատերազմը դրա համար կարծում եմ, որ շատ լավ առիթ է, որ Ադրբեջանը կարող է օգտագործի,
որովհետև Իրանում պատերազմը ցավոք սրտի շարունակվում է եւ նոր մասշտաբների է հասնում եւ դրա սոցիալական հետևանքներից մեկն էլ այն է լինելու, որ մեծ թվով Իրանից քաղաքացիներ կգան Հայաստան։ Եվ հիմա Որսեքմaz արդեն ազերի այսօր միլիոն իհարկե։ հենց այդ Որսեքմaz եմ արդեն ասում։ ազերի է։ Հենց այդ եմ ասում, հենց դրան եմ հասնում։ Հիմա այսօր արդեն տեղեկություններ կային, որ մեր սահմանում արդեն կուտակումներ կան եւ դեպի հայկական սահման մեքենաների մեծ հոս կա եւ նրանք ոչ միայն Իրանում ապրող մեր հայրենակիցներն են, որոնք ստիված կյանքի բերումով պետքա փախստական դառնան եւ գան, այլ նաեւ մեծ թվով պարսիկներ պիտի գան։ Եվ քանի որ դա մեծ հոս քալելու եւ անկառավարելի առնելու, չի բացառվում, որ այն ադրբեջանցիները, որոնք պետքա ներթափանցեն Հայաստան, այս առիթը օգտագործեն, որովհետև Ադրբեջանից Իրան էլ է մուտքը ազատ, այսինքն արտոնագիր վիզա անհրաժեշտ չի Ադրբեջանից Իրան գնալու համար, եւ նաեւ Իրանից Հայաստան գալու համար մուտքի արտոնագիր պետք չի, եւ պատերազմի երկրորդ օրը տեղեկություն տարածվեց, որ նոր սահմանային անցակետ է բացվել Ադրբեջանի եւ Իրանի սահմանին, այսինքն եղած սահմանային կետից բացի նաեւ նորն է բացվել եւ չի բացառվում, որ մեծ թվով ադրբեջանցիներ հիմա ներթափանցեն Իրան եւ որից հետո ընդեղից իրենց արդեն նոր փաստաթղթերով գան Հայաստան եւ ասեն, որ իրանք արդեն ադրբեջանցիներն են, ովքեր եկել են Հայաստան եւ սկսեն արդեն մշտական բնակություն հաստատել Հայաստանում։ Եվ այդ պարսիկների մեծ հոսքի մեջ արդեն դժվար կլինի Հայաստանի սահմանային ծառայությանը վերահսկողություն իրականացնել։ Իդեպ ասեմ, որ հենց այդ բարդ ժամանակահատվածում այսօր պաշտոնից ազատվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետը, որը նաև ղեկավարն է հանդիսանում սահմանային մարմինների ղեկավարման համար, այսինքն նոր մարտահրավեր կա նաև այդ իմաստով։ Եվ դուք խոսում եք 300,000-ի մասին, դա իհարկե հրապարակված թիվ է, դրա համար եք ասում, բայց իրականում ադրբեջանցիները թիվը արդեն հասցրել են 1.5 միլիոնի, որովհետև իրանք ասում են, որ այդ 300,000-ը դա Հայաստանից գնացած ադրբեջանցիներ են, իսկ նրանց ընտանիքի անդամները բան հիմա իրանք իրար հետ արդեն կազմում են 1.5 միլիոն։ Իդեպ ասեմ, այս համատեքստում մենք ուրիշ մարտահրավեր ունենք, Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիների համար Իրանը լքելու լավագույն վայրը դա Հայաստանն է։ Դա էլ է խոսքը վերաբերվում է մի քանի տասնյակ հազարավոր Հնդկաստանի քաղաքացիների մասին, որոնք որ դժվար է ասել, թե ինչ կրոնական պատկանելություն ունեն, որովհետև Հնդկաստանում ապրում են մոտ 20 միլիոն մուսուլմաններ եւ չի բացառվում, որ նրանք Հնդկաստանի անձնագիր ունենալով նաև այլ դավանանք ունեն, որոնք ադրբեջանցիների հետ Հայաստան գալու հետ միասին, այսինքն մոտ ապագայում կարող է պարզվել, որ հայերը Հայաստանում կազմում են ազգային փոքրամասնություն։ Ու դա այդ մարտահրավերը, այդ ռիսկը կա, եւ դա բացարձակ Հայաստանի հիմիկվա իշխանությունների գործողություններում չի նկատվում ընդհանրապես որևէ նշան, որ իրենք որևէ մարտահրավերներ այդ իմաստով դիտարկել են, իսկ Ադրբեջանը եւ Թուրքիան նման իրավիճակներում շատ ակտիվ են գործում, էլ չասեմ, որ այս պատերազմում ակնհայտ է, որ Իրանի դիրքորոշումը անհանգստությունը որ ուղղությամբ է պատերազմի, իսկ Իրանը այն երկիրն էր, որին որ մենք ապավինում էինք, որ գործուն քայլեր կձեռնարկի թուրք-ադրբեջանական հարձակման դեպքում Սյունիքի վրա։ Իսկ հիմա պարզա, որ նման դեպքում Իրանը չի կարող որևէ ձևով միջամտել, ոչ ռազմական, ոչ դիվանագիտական առումով, որովհետև իր խնդիրները իր համար արդեն իսկ շատ են, նոր ճակատը ինքը իր համար երբեք չի կարող բացել, չի կարող ունենալ եւ Հայաստանի անպաշտպան վիճակը դարձնում է դրան խոցելի, իսկ որ Սյունիքի սահմանների մոտ կան ադրբեջանական ուժերի կուտակումներ եւ պատերազմի վտանգ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարը։ Իսկ նրանք պատահական մարդիկ չեն, նրանք ամենաբարձր իրազեկում ունեցող ամբողջ աշխարհի մասին, այդ թվում մեր տարածաշրջանի մասին մարդիկ են, որոնք որ պատահական հայտարարություններ չեն անում, իրանք իրենց խոսքի արժեքը գիտեն եւ գիտեն թե որտեղ եւ երբ ինչ են ասում։
Իսկ Ռուբիոն այդ մասին խոսել է ԱՄՆ սենատում, սենատի առջև իր հաշվետվության, սենատի հանձնաժողովում իր հաշվետվության ժամանակ։ Հետևաբար մեր մարտահրավերները շատ առարկայական են, իսկ այս նույն ժամանակաշրջանում Հայաստանի իշխանությունները հարձակվել են եկեղեցու վրա, հարձակվել են մեր ժողովրդի թանկ եւ արժեքավոր զավակների վրա, ովքեր ընդամենը հայրենասիրական իրենց դիրքերից են հանդես գալի, փորձում են իրենց ինքնության, իրենց արժեքների, իրենց սրբությունների պաշտպանությունը իրականացնել օրինական ճանապարհով։ Պարոն Ղազարյան, հոյակապ գա այսօր ուժեղ ճակատը, այսինքն Վարչապետ Փաշինյանը չեմ գիտեր եթե հաշվարկեց, բայց ուրիշներն այն ինձ գիսեն որ Պետրոս Տումյամիդես շատ լավ գիտե ինչ կնեգոր, ես օրինակի համար մի քանի օր այսպես կհորդայի որ ասի սխալ կարարեց եւ ասի եկեղեցին պիտի կարողանա իրեն դիմակայել, սակայն կան ուրիշ տեսակետներ որ ինքը եկեղեցին բավական խոցելի է, եթե այդ եկեղեցին այդ կառույցը եւ այսօր մեգմու վրա հարցակում գործեց որ ես ժամանակին ես այսինքն ճապանդես է որ Սամվել Ղարաբեդյանը Հայաստանի դե ֆակտո ամենն ուժեղ անձն է գսեի Սակայն նույնիսկ Սամվել Ղարաբեդյանին հետ միասին ջագատ պատած վարչապետը եթե այս ուժերը հաջողին մի հրաշքով իշխանապողություններ Հայաստանի մեջ ժողովուրդը իհարկե որպես միանա պիտի հարց տա մեր բոլորին այս ընդդիմությունը ինչ կարող է փոխել մենք այս կամեջ ուժեղ վտանգի առջև ենք Ռուսաստանը սպառված է Ուկրաինայի պատերազմով Թուրքիան 90 միլիոն Ադրբեջանը 10 միլիոն մինչև ագրաները զինված Բարսկաստանը թույլ մենք եթե կարողանանք ես դժբախտ ապարցավոք այս իշխանություններին որևէ հույս չունիմ որևէ մեկ դիմադրության չեմ գիտեր ինչ կդամընտե սակայն զարմանալի այլ մոլորակ կա բրյաս իշխանությունը եթե մենք հրաշքով ու փոխեցինք այս իրավիճակը հայերս ինչ կնան մնել Ես կարծում եմ, որ մեր հնարավորությունները ամենայն դեպս դիմակայելու պաշտպանելու կան, եթե պետությունը ղեկավարվի։ Այսինքն հիմա գիտեք, այդքան հեշտ չի էլի պետությունների վրա հարձակվելը, պատերազմ հրահարելը եւ այլն։ Եթե պետությունը ինքը դա չի ցանկանում եւ ինքը արժանի դիմադրություն է կարող ցուցաբերի։ Մենք եթե լավ ղեկավարման ներքո նախ մեր բանակը կարող է կարճ ժամանակահատվածում ունենա նոր կազմակերպական վիճակ, այսինքն միևնույն չի չէ, թե բանակը Սուրեն Պապիկյանն է ղեկավարում, թե փորձառու մի զինվորական։ Պարզա որ նրա կողմից կայացվող որոշումները անցնում են մինչև շարքեր եւ դրանք իրենց որակն են ունենում, այսինքն պատահական մարդու կողմից բանակը ղեկավարելը դա այլ վիճակ է, պրոֆեսիոնալ գործից հասկացող զինվորականի, այսինքն կարճ ժամանակահատվածում իսկ մենք խնդիր չունենք նոր բանակ ստեղծելու Մեր խնդիրն է մեր բանակը առողջ շատ կարճ ժամանակահատվածում առողջացնել եւ այդ դիմակայությունը ապահովել, եթե թուրքերը, ադրբեջանցիները Թուրքիայի հարձակման իրանց կողմից հարձակման հավանականությունը քիչ է, քանի սահմանին կանգնած են ռուսական սահմանապահներ, այսինքն Թուրքիա Ռուսաստանը շատ կարևոր բան է պատասխանեք եւ արամեցեք Շատ կարևոր է Մեր խնդիրն է ադրբեջանական հարձակումը դիմակայելը, իսկ Ադրբեջանը եթե հասկանա, որ իր առջև կանգնած է բանակ, որ դիմադրություն է ցույց տալու եւ իրան զոհեր է պատճառելու, վնաս է պատճառելու, ինքը այդ որոշումը դժվար կայացնի։ Եվ մենք պիտի վերադառնանք մեր բանակը նորից կարճ ժամանակահատվածում կազմակերպելու, զինելու գործին, պիտի վերադառնանք այն նույն ռազմական համագործակցությանը, որ մենք ունեցել ենք, ինչը դադարեցվել է հապկի շրջանակներում Եվ փորձենք այս դիմակայությունը ցույց տալ։ Ես բան չունեմ ասելու, մենք շատ խոցել ենք հիմա դարձել բոլոր առումներով, թրքատիրապետության տակ ենք եղել եւ ամեն ինչը քայքայվել է, բայց ինչպես ասում են, բոլոր իրավիճակներում էլ լուծում կա։ Համենայն դեպս մի բանում պետք է վստահ լինենք, որ Նիկոլ Փաշինյանի ամեն օրվա պաշտոնավարումը մեզ մոտեցնում է նոր պատերազմի եւ մոտեցնում է նոր աղետների։ Այո։ Առանց նրա էլ եթե աղետը լինի, չի նշանակում, որ ինքը լներ աղետ չի լինելու, այսինքն իր դեպքում աղետը երաշխավորված է։ Կործանումը երաշխավորված է։ Հիմա փոփոխությունը հույս է ներշնչում, որ կարող է ինչ-որ բան դրանից հնարավոր լինի որևէ կերպ փրկել։ Եվ դրա համար պետք է անհրաժեշտ լինի մենք հիմա ցավոք սրտի մի հատ նոր իրողության առաջ են կանգնած, որի իմ համար շատ ցավալ իրողություն է, դա որ փաստորեն ստացվում է, որ մենք մեր ընդդիմությանը չենք կարողանում համոզենք, որ իրանք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց անեն։ Ինչը որ
օրինական սահմանադրական ճանապարհ է Նիկոլ Փաշինյանից ազատվելու։ Ու նրանք ովքեր որ դա չեն անում, ասում են դա հնարավոր չի, դա լուրջ չի, դա չգիտեմ իրատեսական չի։ Մենք շատ տրամաբանական հարց ունենք, ասում ենք շատ լավ։ Դուք ասեք խնդրեմ ո՞րն է լուրջ։ Ո՞նց է հնար, եթե դա հնարավոր չի, բա հնարավոր տարբերակը ո՞րն է։ Պարզվում է, որ այդ երկրորդ տարբերակի իրանք նույնիսկ առաջարկություն չունեն, նույնիսկ տարբերակ չունեն։ Ասում են 26 թվին ընտրություն կլինի, ասում եմ, եթե ինչ որ ասում եք, դա 26 թվին է։ Նիկոլ Փաշինյանը հիմա է հարցակվում մեր եկեղեցու վրա։ Սամվել Կարապետյանին այսօր են կարանալ։ Այսօր ինչ կարելի է անել։ Այսօր կարելի է 26 թվի ընտրություն անել։ Դա հնարավոր չի։ Բա այսօր ինչ կարելի է անել։ Ես ասում եմ պետք է իմպիչմենտ անել։ Դուք ինչ եք ասում։ Իրանք առաջարկ չունեն, իմպիչմենտը չեն անում։ Սա աղետալի մոտեցում է։ Բայց շուտ-ուշ ես կարծում եմ, որ ժողովուրդը այս ամեն ինչը հաշվի առնելով պետք է ոտքի կանգնի եւ ոնց որ պետք է քպեական падգամավորներ այդ ժողովրդի կամքով ստիված լինեն այդ ժողովրդի կամքը կատարեն եւ այդ որոշումը կայացնեն նույն ձևին այլ մյուս падգամ հիմա մի բարեբախտաբար մի երկու նախաձեռնություն կա ազգային ժողով վարչապետին անվստահություն հայտնելու մեկ երկու падգամավոր է հեղինակ մյուսը 6 падգամավոր հիմա անդիմադիր Հայաստան խմբակցությունը ոչ իր սեփական նախաձեռնությունն է սկսում, ինչի իրավունք ունեն։ Իրանք էլ կարան իրանց վարչապետի տեխնացուին առաջադրեն, ասեն, սա էլ մեր նախաձեռնությունն է։ Դա չեն անում։ Այն նախաձեռնություններից ոչ մեկին չեն միանում։ Հետևաբար հարց առաջանում, բա լավ, ձեր ուզածը ի՞նչ է։ Սա շատ վատ վիճակ է, այսինքն ճգնաժամ է, որը ոչ միայն կառավարության ներսում է, այլև ընդդիմություն կոչվածի ներսում է ու եթե իրանք անվստահությունը չեն հայտնելու ինձ համար շատ դժվար է իրանք ընդդիմություն անվանել իրանք ընդդիմությունը ինչով է խոյ այնպես չի իրանք իրանք հրճակեն ասեն ես ընդդիմություն եմ պետքա գործողություններից երևա չէ որ իրանք այս Փաշինյանի իշխանության դեմ քայլեր են անում իսկ իրանք ինչ քայլ պիտի անեն ոչ թե լեն կանգնեն փողոցում ծխախոտ ծխեն Այլ դրան անվստահություն սկսեն ազգային ժողով։ Փողոցում շատ մարդ է կանգնած։ Իրանց կարիք այնտեղ չկա կանգնել։ Հիմա ասենք դատարանի բակում падգամավորները կանգնել են, որ ինչ անեն։ Ես է կարող գնամ կանգնեմ։ Այնտեղ մի քանի հազար մարդ հիմա կանգնել է։ Իրանք ավելի սիրուն չեն կանգնում, քան մյուսները։ Կամ ծխելուց ավելի լավ չեն ծխում, քան մյուսները։ Իրանց գործ ազգային ժողովում է։ Պետք է գրան ազգային ժողովում ու սկսեն վարչապետին անվստահություն հայտնելու ու այդ մարդկանց այդ դատարանի բակից ասեն դատարանի բակում կանգնելուց ձեր դատավորի վրա ձեր որոշման վրա ձեր կանգնելը բան չի փոխելու Բերեք մեր հավաքի տեղը այստեղ ազգային ժողովն է ու սաղովս գնանք հավաքվենք որպես իրանց բայց իրանք որպեսի մենք իրանց աջակցություն տա իրանք պիտի գործ անեն որ մենք փողոցում իրանց ծխելուն մենք չենք կարող աջակցություն ցուցաբերենք Բարոն Ղազարյան, մեզի դված է զումը դագավին 4 ռոբե, սակայն մի առաջարկեի ենենք մաս երկու որտեղ ցերսածներ բավական հետաքրական են ինձ համար։ Եթե գուզեք փակել այս 4 ռոբեով խնդիր չունիմ, եթե գուզեք մաս երկուն էլ ես պատրաստ եմ։ Գուզեմ հարցնել ձեզի ինչու հիմա այս տայմինգը, ինչու ընդրեց նաև հարցակի բարոն Սամվել Կարապետյանին վրա, եթե գուզեք ասի փոթորենք մաս երկու եւ եկեղեցին վրա հարցակումը եւ եկեղեցին թիմատրոնականությունը ուժեղացնելու միջոցները Ոնց կուզեք այդպես կնեմ։ 10 րոպե տատար, որտեղ ցերեսածներն ինձ համար շատ արժեքավոր են եւ շատ կարեւոր են, անորոշ ցեզից եւ համբերությունը այսօր մի չարաշային, ինձ ներողամիտ կգտնվեք։ Այսօր կուզեմ ցեզ հետ ավելի երկայն շարունակել այս շատ հետաքրական զրույցը ինձ համար եւ ոստը բոլորին համար։ Այժմ 10 րոպե տատար եւ վերադառնանք։